Պարոն Կարապետյան, ներկայիս իշխանությունը համարում է, որ արտաքին պարտքը տնտեսական ակտիվության ցուցանիշ է։ Դուք ինչպիսի մոտեցում ունեք այս հարցի շուրջ եւ իշխանության գալու դեպքում ինչպես եք պատրաստվում մարել արտաքին պարտքը եւ նաեւ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության առումով մենք կարծում եմ այս բանի օրինակ Հայաստանում հեղուկ գազի գինը կտրուկ աճել է եւ որպես այլընտրանք տրվել է Ադրբեջանից գազ ներկրելը, արդյոք սա տնտեսական կախվածություն չի կարող առաջացնել եւ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության պարագայում ինչպես կարող են խուսափել տնտեսական կախվածության շրջափակման մեջ գտնվելուց։ Ադրբեջանի հետ կապված ես հայտարարեցի, որ այն պարագայում, երբ որ մենք լուծենք մեր հարցերը, մեր հայրենակիցները իրավունք ունենան անվտանգ իրենց հայրենիք, անվտանգ իրենց հայրենիքում այցելություններ կատարեն, ով ցանկություն ունենա վերադառնա, որպես մշակութային հայկականության կրող մարդիկ։ Մենք շատ հարցեր ունենք Ադրբեջանի հետ, տնտեսական հարցը դրանցից մեկն է, բայց մենք պետք է պատրաստվենք նաև դրան, որ գալու է օրը, երբ մենք խաղաղ համակեցություն ենք ապահովելու այս տարածաշրջանում։ Հարավային Կովկասը դուրս է գալու ռազմականացված այս լարումից։ Մենք այդ օրը պետք է գա, բայց դա պետք է գա արդարության սկզբունքով, մարդկանց իրավունքների պաշտպանության սկզբունքով։ Գերիներին չխոշտանգեն այնտեղ, մենք այստեղ իրենցից ինչ-որ բան գնենք։ Մեր հարցեր կան, որոնք պետք է պատասխանվեն։ Բանակցությունների արդյունքում ես վստահ եմ, ուժեղ ղեկավարը կարող է այդ հարցերը լուծել։ Շնորհակալություն, հաստիքով այսօր եմ եւ ամեն պլյուս ու ավարտենք հարգելի գործընկերներ։ Անգամ Եվրոպական միությունը այս պայմաններում հնարավոր է համարում Հայաստանում մոտովական սցենարի կիրառում, իսկ դա ենթադրում է, որ անգամ դասավորվել է դրանց հետ ուսումնասիրում եւ դուրսմերությունը շատ ակտիվ շարունակել, բացառված չէ, որ ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում ուսումնասիրել ծրագրի օրեր առաջ, երկու օր առաջ կարող են ուսուցչությանը թույլ չտալ մասնակցել ուսումնասիրել պլան վերել։ Սա առաջին հարցս, երկրորդ հարցը Իրանի հետ կապված գազի ներկայացման մասն է խոսում եւ փոխանակման Ուկրաինայով։ Ես շատանշում եմ ինչքան բարդ է իրականում գործող գազի կառուցել եւ այդտեղ կար քաղաքական կոմպոնենտ, որը ավելի կարեւոր է, քան տնտեսականը եւ պայմանավորվածությունների հարցը այդտեղ նաեւ Ռուսաստանի հետ հիմա այդ խնդիրը ինչպես է հաղթահարելու եւ մի ճշտում է դեպքում դա միայն Հայաստանի քաղաքացի։ Շատ լավ։ Երևի գանք վերջից, հա։ Այո, Հայաստանի քաղաքացի, միայն Հայաստանի քաղաքացի, միշտ եղել է միայն Հայաստանի քաղաքացի։ Մյուս հարցը թույլ հիշեցնեք, մոլդովական կամ այլ երկրների սցենարները, եթե Հայաստանում ճիշտ ուսումնասիրվի վիճակը, այդպիսի սցենարի կարիք չի կարող լինել, որովհետև Հայաստանում որևէ միջամտություն չկա, հայ ազգությամբ հայ, արմատներով հայ, Հայաստանի հետ մեծապես ամեն ինչով հայկականացված ուժ ինչի սպառնալիք աղքատության դեմ սպառնալիք ենք, այո, աղքատության դեմ սպառնալիք ենք, այն որ գյուղերս գնում, այն աղքատությունը տեսնում ես, գնում ես Երևանի թաղամասեր տեսնում ես, այն ինչ-որ 20 տարի առաջ ես տեսել մենտեղ, այդ ամեն ինչին սպառնալիք ենք մենք։ Բոլոր իշխանությունը ինչ-որ առիթման են գալ ընդդիմությանը, ինչ-որ բանի մեր սպառնալիք տեսնելու։ Կար Զիմբաբվեում ոնց որ մի հատ նախագահ, անունը Ռոբերտ Մուգաբեր, ինքը սկզբից սպառնալիք էր տեսնում անգլիացիների մեջ, Ռոդեզիայի, առաջվա Ռոդեզիան էր, անգլիացիներին դուրս հանեցին այդ երկրից, հետո ինքը սպառնալիք էր տեսնում հնդիկների մեջ, հնդիկներին էլ դուրս հանեցին այդ երկրից,
Հետո ինքը սպառնալիք սկսեց տեսնել չինացիների մեջ, ասիացիների, իրենց էլ հանեցին։ Ռոդեզիան կամ Զիմբաբվեն Աֆրիկայի ամենահարուստ երկրներից դարձավ ամենաաղքատ երկիրը, չնայած երկրի ղեկավարը մի 30 տարի կառավարեց, 40 տարի։ Դեսպոտները կամ սկսնակ դեսպոտները երբեմն փորձում են բոլորին ինչ-որ սպառնալիք ներկայացնել հանրության առաջ, որպեսզի իրենց թուլությունը, աղքատության տանելու ճանապարհը կանգնացնող չլինի։ Բայց վերջնանպատակով հա ժողովուրդը պետք է լավ ապրի։ Եվ լավ ապրելու համար պետք է տնտեսագետների, տնտեսագիտական թիմի կառավարում մեր երկրի։ Այսօր եմ մեկ հաց եւ ամեն պլյուս մեկ հաց։ Կազականի մասին չխոսեցիք բանը։ Կազականի մասին, կազի եւ Ինչ խնդիր եք տես, ինչ։ Այդտեղ քաղաքական կոմպոնենտ կա եւ խնդիրն է, որ այն ժամանակ Ռուսաստանը դեմեր ավելի քանցակ եւ ավելի Դա հայտնի ներհայաստանյան լեգենդներից է։ Ռուսաստանը այդ պարագայում ես տեղեկացվել եմ տվյալներին, քանի որ ժամանակին կարճ ժամանակահատված զբաղվում էի մի ընկերությունով, որը զբաղվել էր այդ process-ով, ամենամեծ մարտահրավերը տաղանցիկությունն է, ինչքան ես հասկանում եմ, տարածաշրջանային երկրների համար, բայց Հայաստանի համար մենք որևէ խնդիր չունենք սպառելու մեզ համար էժան իրանական գազը, եւ դա ուժեղ ղեկավարի աշխատանքի արդյունքը է, որ նա կարողանա ճիշտ աշխատի, որպեսզի իր երկրի համար էժան շահեկան, փող շահավետ, եւ մենք էլ ունենք բան արտանելու։ Ինչու չենք խոսում իրանական բարտերի ծրագրի դեմ, որտեղ մենք արտանում ենք էլեկտրականություն, ստանում ենք գազ։ Շահեկան է։ Նույնն էլ պետք է լինի բոլոր հարևան երկրների հետ։ Մենք միշտ զիջողը պետքա չլինենք։ Թույլ է չենք մենք։ Պարոն Կարապետյան, ձեր բացման խոսքում նշեցիք, որ Հայաստանը պարտքով է ապրում, քիչ առաջ էր արտաքին պարտքի վերաբերյալ հարցը նշեց, բայց այսպես հպանցիկ անդրադարձակ եւ թույլ տվեք մեջբերեմ երեք հրապարակված ֆինանսների նախարարության զեկույցը, որը նախորդ տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար, դուք ունեք հստակ մշակված ծրագիր, թե պետական պարտքի իշխանության գալու դեպքում ինչպես է լուծելու, եւ նշեցիք, որ այլընտրանքային շուկաներ են տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, ներկայիս իշխանությունը շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում, նշելով, որ այսպես նաեւ փորձում են Հայաստանի տնտեսության ռուսական կախվածությունը նվազեցնել։ Դուք արդյոք փորձելու եք այլընտրանքային շուկաներ ներգրավել, նաեւ Ռուսաստանի հետ կապվածությունը տնտեսական նվազեցնել։ Այլընտրանքային շուկաները ինչ որ երկրի դեմ չեն, այլընտրանքային շուկաները քո ազգի զարգացման, տնտեսական զարգացման համար են։ Այո, մեր երկրի տնտեսական զարգացման համար մենք այլընտրանքային շուկաներ հաստատ դիտարկելու ենք, եւ դա մեր իրավունքն է։ Զարգացնելու ենք ավելի շատ, քան զարգացրել է այս կառավարությունը, անգամ 8 տարվա ընթացքում իր ունեցած արդյունքը մենք շատ կարճ ժամանակահատվածում վստահ եմ կունենանք։ Առաջի հարցը կախվածության խնդիրը ուրիշ ձև է։ Տնտեսական կախվածությունը մի երկրից, այն դեպքում, երբ որ դու չունես այլընտրանքային ուրիշ երկրների հետ շուկայական հարաբերություններ ակտիվ առևտուր, ավելացնելու ենք այլ տարածաշրջանների հետ ակտիվ առևտուրը։ Պետական պարտքը ամենաբարդ հարցերից է։ Մենք գիտենք, որ աշխարհում կա Լիբանանի փորձ, որ Լիբանանում մի կառավարություն կար, որ այսպիսի բաներ էր անում, նման վերցնում էր վարկերով, ինչ որ ենթակառուցվածքեր սարքում, ընտրվում էր, վերցնում էր վարկերով, ինչ որ process-ներ անում, մարդիկ կարճաժամկետ վարկերով լավ էին ապրում, բայց երկարաժամկետ երկիրը խնդիրների առաջ կանգնեց, որը մինչև հիմա ձգվում է։ Մի լավ բան կա, որ ֆինանսների նախարարությունը արել է, որը պետք է նշել։ Մեր պետական պարտքը ինչ որ մասով դրամային է։ Այսինքն մենք չունենք նշանակալի մասով, մենք չունենք արտարժութային ռիսկ, ինչպես ուներ Լիբանանը։ Ֆինանսների նախարարությունը Հայաստանի պրոֆեսիոնալ աշխատող կառույցներից մեկն է, որը մենք չենք կարող չընդգծել։ Հուսով եմ նույն պրոֆեսիոնալիզմով կշարունակեն ուղղակի
քաղաքական առումով էս 6 ամիսը։ Ուղղակի քաղաքական առումով գոնե կես տարվա բյուջեի մեջ ինչ որ առումով պետական պարտքի հատվածը կառավարելի կսարքեն, որպեսզի հաջորդ կառավարություններին չթողեն ավելի վատ դիրք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Ալեքսանդր։ Դուք ձեր խոսքում այսօր նշեցիք, որ գործարաններ եք կառուցելու վերամշակման եւ օրենքի վերամշակման։ Նման գաղափարներ եղել են ժամանակաշրջանում, հայտարարվել է, չեն կառուցվել, եւ ինչու չեն կառուցվել, եւ էկոլոգիայի հետ կապված, ինչ է կառուցվել, ինչքանով դա լավ հարցեր։ Եվ այսօրվա քննարկումը, քանի որ ավարտում ենք արդեն, ինչ տվեց ձեզ այսօրվա պանելային պարագայում։ Շնորհակալ եմ։ Էկոլոգիայի անդրադառնանք, նախ ասենք, որ այո, պղնձի վերամշակման գործան Հայաստանում բոլոր կառավարությունները խոսք են տվել։ Իսկ ինչու չի արվել։ Մի պատճառով։ Նախարարները ուզենային էլ անեին, ես ձեզ վստահեցնում եմ, իրենք չէին կարողանա դա անել։ Հիմա էլ խոսք են տալիս։ Պետք է պետական հատուկ ձևաչափ, որ ներդրողը չկա Հայաստանում ներդրող այս պահին, բացի 1-2 մեծ կորպորացիայից, որ կարող է $250 միլիոն ներդրել։ Իրենք սպասում են, որ մեկը կգա մեր երկիր եւ այդ ներդրումը կանի։ Դա չի աշխատում։ Պետք է չինական արտահանման ընկերություններից վերցնել արտահանվող ապրանքի դիմաց շատ էժան ֆինանսավորում իրենց սարքավորումներով։ Սարքավորումները կմատակարարի չինական արտահանման ընկերությունը, շատ էժան, որպեսզի համատեք, ասենք, վառ 2% յուանյով, շատ էժան։ Մասնակցությունը կունենա հայկական պետությունը, մյուս 15-ը, 3 անգամ այսօր նշել եմ, բայց շատ կարևոր ասա։ Մյուս 15-ը ներդրողը։ Դա տանելի բեռ է։ Մինչև այս ոչ մեկ այսպիսի բան չի արել։ Միշտ սպասել են ներդրողը գա, ասի ինչ լավ երկիր եք դուք, ոչինչ որ գործարարներից բիզնեսներ եք վերցնում, ոչինչ որ ընդդիմության իրավունքները միշտ ինչ որ խնդիրների առաջ են կանգնում։ Չի լինելու այդպես, չենք կարողանա սպասենք եւ գալ։ Մենք պետք է ստեղծենք այդ ներդրումների հոսքը։ Էկոլոգիան շատ կարևոր հարց է։ Ես էլ եմ անդրադարձել այդ հարցին։ Պղնձի ձուլարանի հետ կապված հիմնական հարցը դա իր ծծմբանյութն է, որը արդյունք է, բայց որպեսզի հասկանաք պղնձի ձուլարանը մեր հանքերից մոտավորապես 30 անգամ քիչ հետևանք է ունենում էկոլոգիական պոչամբարի տեսքով։ Ես ասում եմ 30, բայց երևի ավելի շատ։ Տարեկան կտրվածքով 30-ից ավել անգամ ավելի քիչ, այսինքն պոչամբարի ռիսկը չկա։ Երկրորդը, մենք ունենք աղակալած հողեր մեր երկրում։ 100,000-ավոր հեկտարներ աղակալած։ Ծծմբանյութը, որը հետևանք է պղնձի վերամշակման, կարող է օգտագործվել աղակալման դեմ։ Դա լուծում է գյուղատնտեսական գլխավոր հարցերից մեկը, բայց դա 5 տարվա ընթացքում աղակալման այդ process-ը չենք անի։ Մենք դեռ ունենք բերի հողեր, որոնք չենք մշակում, մեր հողերի կեսը։ Այդ հարցը լուծելուց հետո նոր այդ աղակալման մեծ պրոյեկտի ուղղությամբ կգնանք։ Եվ երրորդ հարցը, ինչ տվեց այսօրվա քննարկումը։ Կարծիքներ։ Կարծիքներ եւ մենք փորձեցինք մասնագիտական հանրությանը ներկայացնել process-ը, թե ինչպես ենք տեսնում մեր երկրում փոփոխությունը, եւ փորձեցինք մի քիչ էլ պարզ ներկայացնել ոչ մասնագիտական, այլ մասնագիտական խմբերի, գիտեմ, որ հնարավոր է ինչ որ բան ստացվեց, ինչ որ բան չէ, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ այդ քայլերի հաջորդականությունը մենք ունենք։ Ֆարոկ Ագրացյանը մասնավորապես, ինչ որ դուք քննադատել չէ, բայց ամեն դեպքում իր կորեկցիաները մտցրել։ Այո, մենք դուք երբ որ մեր հանդիպումները տեսնեք, կտեսնեք, որ դա մասսայական քննադատության հանդիպումներ են եւ դա է տալիս տնտեսության մեջ արդյունք։ Կարևորը վերջնական արդյունքը որոշումը լինի հաստատական։ Շնորհակալ եմ։